Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը իրենք են տրամադրել իշխանական լրատվամիջոցներին։ Արտահոսած կադրերում երկրորդ նախագահներ Զվարթնոցի անձնագրային կետում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը։ Հատուկ ծառայությունն այսպես է պատասխանել Factor TV-ի գրավոր հարցմանը։ Հետաքրքրվել էինք, թե հունիսի 14-ին ԱԱԾ վերահսկողության ներքո գտնվող Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետից ինչպես են արտահոսել մեծ հնչեղություն ստացած կադրերը։ Հիշեցնենք, ընտրություններից մեկ շաբաթ անց հունիսի 14-ին իշխանական լրատվամիջոցները ինչպես էր Քոչարյանը փորձում փախնել երկրից, ինչպես է Քոչարյանը փորձում հեռանալ Հայաստանից եւ ինչպես է Քոչարյանը փորձում լքել երկիրը, վերնագրերով կարճ տեսանյութեր հրապարակեցին։ 12 վայրկյան տևողությամբ տեսանյութում Քոչարյանն անձնագիրը ձեռքին կանգնած է անձնագրային անցակետում, որը ԱԱԾ սահմանապանների վերահսկողության գոտում է եւ տեսանկարահանումը այլ անձանց կողմից արգելված է։ Տեսանյութն առաջինը տարածեց Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը 11:09 1 րոպե անց հրապարակումը հայտնվեց ՔՊ-ին պատկանող Civic AM-ում։ Ինչպես ու ինչ ընթացակարգով է ԱԱԾ-ի տեսանկարահանումը հանրայնացվել, որ պաշտոնատար անձն է նման որոշում կայացրել։ ԱԱԾ-ն Factor TV-ի այս հարցերն անպատասխան է թողել։ Անդրանիկ Սիմոնյանի ղեկավարած ծառայության պատասխանը գրեթե նույնական է վարչապետ Փաշինյանի ավելի վաղ, հունիսի 18-ի մամուլի ասուլիսում հնչեցրած պատասխանի հետ։ Ինչի մասին պետք է ծառայական քննություն շան։ ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Ազգային անվտանգության ծառայությունը օրենքով չի աշխատում։ Մյուս իրավապահ համակարգի նման շեֆն է ասում։ Շեֆը որոշում է, որ իր ընտանեկան թերթին տեսանյութ պետք է տան։ Կտան։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, այսպիսով խախտվել է անձնական տվյալների գաղտնիությունը։ Ի տարբերություն Քոչարյանի թիմակցի ՔՊԱ-ական Արման Եղոյանն ասում է, չի հասկանում, թե ինչ խնդիր կա Քոչարյանի մասնակցությամբ կադրերը հրապարակելու մեջ։ Այդ հարցի նյարդը, ներվը, այսպես ասած, այսինքն ինչ որ շատ ինչ որ քննարկման ենթակա բան է։ Իրապես չեք հասկանում ինչ լուրջ խնդիր է տեղի ունեցել։ Հատուկ ծառայություն։ Իրապես չեմ հասկանում։ Այնինչ անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը նշում է, խնդիր կա անձնական տվյալների պաշտպանության տեսակետից։ Երբ ասում են, որ ազգային անվտանգության ծառայությունը ունի նման իրավասություն, ամեն դեպքում ես ինքս երբևէ ու ոչ միտեղ չեմ տեսել եւ դեռևս չեմ էլ կարողացել գտնել որևէ օրենքի որևէ դրույթ, որը հնարավորություն կտար այդ տեղեկությունները հրապարակել։ Գեգամ Մանուկյանի գնահատմամբ ԱԱԾ-ն օգտագործվել է Փաշինյանի քաղաքական շահերի համար։ Արման Եղոյանը տարակուսում է, ԱԱԾ-ն վարչապետին ենթակա է իսկում հրահանգները կատարի։ Հայաստանում մեկ մարդ կա, Նիկոլ Փաշինյան անունով, որը օրենքները ոտնատակ տալով բոլորին անօրինական գործողությունների է մղում։ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին, հենց է ասում Նիկոլ Փաշինյանի ցուցման, ոնց որ Նիկոլ Փաշինյանը ուրիշ մոլորակից է, ԱԱԾ-ն ուրիշ մոլորակից է։ ԱԱԾ-ն ինչու է դա հրապարակել, դա հանրային ինչ շահ էր սպասարկում։ Ես չեմ կարող ասել, բայց նաև չեմ հասկանում նյարդը, որ անկեղծ լինեմ։ Իմն էլ կարող է հրապարակի, վաղն էլ թող իմը հրապարակի, եթե ձերն էլ մինն էլի, խնդիրը ո՞րն է, դա գաղտնի process չի։ Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը ՔՊԱ-ական падգամավորի մոտեցումը, թե հատուկ ծառայության կողմից յուրաքանչյուրի տեղաշարժը կարելի է նկարահանել ու տարածել, մտահոգիչ է համարում։ Մարդիկ նորմալ է, որ նման կարգի ծավալուն տեղեկություններ բոլոր երկրից գնացող կամ եկող բոլոր մարդկանց բոլոր տեսակցությունները իսկապես հրապարակային լինեն։ Սա օրինակ մաքուր անձնական տվյալների պաշտպանության մտահոգություն է։ Փաշինյանի իշխանության օրոք սա առաջին դեպքը չէ, երբ հատուկ ծառայությունները անվտանգության տեսախցիկների նկարահանումները հանրայնացնում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ 2025 թվականի սեպտեմբերին էլ Արսեն Թորոսյանն էր կառավարության մուտք ու ելքի տեսանկարահանումը պետական պահպանության ծառայության վերահսկողության տակ գտնվող տեսախցիկներից վերցրել եւ քաղաքական բովանդակությամբ գրառում կատարել։ Factor TV-ն Թորոսյանի օրինակով փորձել էր կառավարությունում հավատարմագրված լրագրողի մուտքի եւ ելքի տեսագրությունը գրավոր ընթացակարգով վերցնել, սակայն ՊՊԾ-ն մերժել էր տրամադրումը։